Հարցս վերաբերում է աղքատության հաղթահարմանը, որովհետև աղքատության իմ տպավորությամբ եւ ընդհանրապես միջազգային փորձով աղքատության հաղթահարման գործում կարևոր դեր ունեն համայնքները, տեղական ինքնակառավարումը եւ թեև Հայաստանում ընդունված է համարել, որ սա միայն կենտրոնական իշխանության խնդիրն է, իհարկե ինքն էլ իր դեր ունի հատկապես քաղաքականության մշակման մասով, բայց ես ուզում եմ հասկանալ ձեր դիրքորոշումը, օրինակ դուք շատ եք խոսում աղքատության հաղթահարման մասին, սոցիալական ծրագրերի, ինչպես եք տեսնում հենց տեղական ինքնակառավարման ոլորտում դրան ուղղված քայլերը եւ ինչ կարող է ուղղությամբ անել խորհրդարանական վերահսկողությունը, որովհետեւ այստեղ մենք իհարկե չենք քննարկում կառավարության ծրագրերը եւ դուք որպես հանձնաժողովի նախագահի տեխնացու այս մասով սահմանափակ են ձեր լիազորությունները լինելու ընտրվելու պարագայում եւ ինչպես եք դուք տեսնում հենց խորհրդարանի դերը այս գործընթացներում Էլի հարցեր ունեմ, մեծ ագայթակցություն է բոլորը տալու, բայց այս մեկով կսահմանափակվեմ, որպեսզի հնարավորինս կարողանաք կոնկրետ պատասխանել, շնորհակալ եմ։ Նախ խոշորացման իրական բովանդակությունը ճիշտ կատարելու դեպքում միանշանակ ճիշտ եք ասում, համայնքները մեծ դեր են ունենալու եւ պետք է ունենան աղքատության կրճատման հարցում, որովհետեւ նույն տնտեսական համաչափ զարգացում պետք է լինի համայնքներում ֆինանսների տնօրինումը եւ այլն, բայց այսօրվա եղած համայնքներով ես չեմ կարծում, որ այսպես պետք է այդ համայնքներին մեղադրել իրենց համայնքներում եղած անկախության մեջ, որովհետեւ գիտեք, մենք բոլորս Հայաստանից ենք։ Կարող է բաներ ասվի, դիմացը դրվի քաղաքական գնահատական մյուս, բայց իրականություններ կան, որոնք բոլորս ենք, չէ՞ տեսնում։ Մենք բոլորը շատ լավ հասկանում ենք չփորձելով այսպես ասած այդ թեման ավելի խորությամբ մտնել, բայց համայնքապետերը վերջին հաշվով այո, ընտրված լինելով, բայց անկախ չեն։ Եկեք, դա համենայն դեպս ես չունեմ այդ միտքը, որ դուք կարող եք դա երբևէ ընդունեք կամ երբևէ ընդունեք դա, բայց կա դա իրականում։ Հիմա ինչ է կատարում, ինչքան դու ֆինանսական եւ այլ միջոցները վերցնում ես քո մոտ, այնքան այդ նույն համայնքապետը չունենալով լիազորություններ եւ ֆինանսական հնարավորություններ բնականաբար նայելու է կառավարության ձեռքին։ Իսկ դա արդեն կախվածություն է։ Երկրորդը, ճիշտն ասած, գիտեք, որ դեպքում կարող է տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի լիազորությունները կամ այսպես ասած հնարավորությունները քիչ լինել, եթե քաղաքական իշխանությունը որոշի տորպեդահարի կամ այդ հանձնաժողովի նախագահային դիմադիր լինելու պատճառով այդ հանձնաժողովի աշխատանքը խաթարվի։ Այլ պարագայում, եթե քաղաքական իշխանությունը խորհրդարանական վերահսկողության եւ խորհրդարանական երկրի տրամաբանության մեջ է աշխատում, ես ձեզ հետ համաձայն չեմ, որ խորհրդարանական հանձնաժողովի եւ նրա նախագահի լիազորությունները քիչ են։ Արձագանք Պարոն Ղազենյան, մի հարցում եմ ձեզ հետ համաձայն, բոլորս նույն Հայաստանում ենք ապրում եւ շատ լավ գիտենք եւ մարզերի, համայնքների իրավիճակը եւ ինձ համար այս դեպքում տարօրինակ է լսել, որ անկախությունն է հիմնական խնդիրը։ Ինչու՞, որովհետեւ օրինակ, չգիտեմ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքը, չգիտեմ, խոշորացված է թե ոչ, ամբողջությամբ, հա, մեկ այլ մարզի կամ մեկ այլ համայնքի հետ մենք չենք համեմատի, ոչ թե այն պատճառով, որ միտեղ պայմանական եմ ասում, հա, միտեղ անկախ է համայնքի ղեկավարը, միտեղ ոչ, այլ այն պատճառով, որ այդ համայնքը ունի բավականաչափ ռեսուրսներ, ֆինանսական եւ մյուս համայնքը բնականաբար ավելի քիչ։ Հետևաբար հենց ֆինանսական ռեսուրսների բացակայության խնդրով է պայմանավորված նաև համայնքների խոշորացումը, ու քանի որ դրանից խոսեցիք, այնուամենայնիվ այս խոշորացման հետ կապված, եթե ունեք գնահատական կամ դիրքորոշում, որն է կարծում ամենամեծ խնդիրը այս պահին խոշորացման բնագավառում, որը լուծելով էլի կգնանք մենք հատկապես աղքատության հաղթահարմանը կհասնենք։ Շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, նախորդ հարցին պատասխանելիս անդրադարձա ձեր ասած տնտեսական բաղադրիչին, բնականաբար համաչափ զարգացման խնդիրը կա։ Ես չեմ ասել միայն անկախությունը, ինչ չեմ կարող դա ասել, բայց անկախությունը շատ կարևոր հանգամանք է։ Վերջին հաշվով դա նույն բանն է, որ այսինքն որպես այդպեսին ընտրական համակարգի ոչնչացում է։ Ένα միանգամից նշանակենք վերջացնենք, խոսքը սրա մասին է։ Ինչ վերաբերվում է ձեր
Երկրորդ հարցը քիհիշեցնեք, որ խնդրում։ Հա, ինչպես նշեցի ելույթումս, ամենագետ ձևանալու ցանկություն եւ այսպես որևէ չունեմ, այդ իսկ պատճառով մի քիչ ավելի շատ ուսումնասիրել դեպքում անպայման կհայտնեմ։